Բարև ձեզ։ Ռուսաստանի նախագահ հայտարարել է Հայաստանի համար նոր լոգիստիկ հնարավորությունների մասին Հայաստանի վարչապետն էլ նշել է արդեն գործող տարանցման մասին։ Մինչդեռ տարածաշրջանում խորանում է Ռուսաստան-Ադրբեջան լարվածությունը։ Ինչ իրավական գործընթացների ականատեսն ենք մենք տնտեսական հնարավորության թե նոր քաղաքական կախվածության թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես Սանկտ Պետերբուրգյան հանդիպումից հետո ինչ կարևոր ուղերձ կարող եք առանձնացնել, որը առանցքային կարող է լինել 2026-ի համար։ Գիտեք, նախ եկեք ֆիքսենք, որ այս երկու ինտեգրացիոն գործընթացներին ԵԱՏՄ-ին ու ԱՊՀ-ին Հայաստանի վարչապետի մասնակցությունը պիտի որ բնական համարվեր, որովհետև մենք երկկողմ եւ բազմակողմ դաշնակցային հարաբերություններով հենց այս երկրների հետ են կապված։ Նիկոլ Փաշինյանի հակասական շատ հաճախ անտրամաբանական քաղաքականությունն է, որ այս երկու ըստ էության նախամանորյան գագաթաժողովերը այսպիսի մեծ ուշադրության կենտրոնում են մեր մոտ, եւ ես ոչ լրագրողներին, ոչ հասարակությանը չեմ էլ մեղադրում դրա համար, որտեղ անընդհատ մենք լսում ենք ներքին լսարանում հակառուսական հայտարարություններ, ակնհայտորեն կատարվում են քայլեր արևմուտքի ուղղությամբ, որոնք առնվազն համատեղելի չեն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետ, եւ այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգյան այցը, նրա մասնակցությունը զույգ գագաթաժողովներին ու հատկապես Պուտինի հետ հանդիպման հնչեցված որոշ գնահատականներ անշուշտ որոշակի շփոթ առաջացնում են։ Օրինակ, նախագահ Պուտինի հետ հանդիպանը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ օգոստոսի 8-ը նոր հնարավորություններ է բացել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։ Սա արտաքուստ եւ ոչ միայն արտաքուստ, տրամաբանորեն երկակիություն պարունակող հայտարարություն է, որ թրիփը եթե ոչ հռչակագրային մակարդակով, իր կառուցվածքով դա ըստեյության մի նախագիծ է, որը չի կարող Ռուսաստանի շահերի հետ հաշտ լինել, մեղմ ասած։ Դա աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոնի եւ կոնկրետ երկրների աշխարհաքաղաքական գործիքն է, իդեպ բացի Հայաստանի իշխանություններից մնացած բոլոր խոշոր խաղացողները թրիփը համարում են առաջին հերթին աշխարհաքաղաքական նախագիծ։ Հետևաբար Փաշինյանի հայտարարությունը որոշակի կոնտրաստի մեջ է մտնում, բայց այս արտաքին քաղաքականության երկակիությունը Նիկոլ Փաշինյանի բնորոշ է։ Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների փորձում է վաճառել այն ապրանքը, որ նրանց համար հաճելի է։ Օրինակ, Ռուսաստանին ասում է, դուք լոգիստիկ նոր հնարավորություններ եք ստացել, նկատի ունենալով Ադրբեջանով ռուսական բեռների տարանցումը Հայաստան։ Վստահաբար արևմուտքում էլ ասում է, որ ես ձեր հետ միասին մասնակցում եմ մի նախագծի, որը Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանության սահմանափակմանն է ուղղված։ Իշխանամետ շրջանակները սա բնորոշում են բալանսավորված քաղաքականություն։ Գիտեք, բալանսավորված արտաքին քաղաքականությունը չի ենթադրում աշխարհաքաղաքական շահերի բախման ռիսկ։ Ընդունում եմ, որ Հայաստանը պիտի բալանսավորման քաղաքականություն, ես որպես կուսակցության ղեկավար, որպես քաղաքական գործիչ եւ քաղաքագետ միշտ դրա ջատագովն եմ եղել բալանսավորված քաղաքականության եւ միշտ բոլոր ազնիվներում շատ ակտիվ նախաձեռնողական քաղաքականության կողմնակից եմ եղել։ Բայց բալանսավորված քաղաքականությունը չի կառուցվում աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի քաղաքականության տրամաբանությամբ ի հեճուկս մյուս կենտրոնի շահերի։ Իսկ ինչպես է գնահատում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին Ալիևի չմասնակցելը, սա քաղաքական շանտաժ է։ Գիտեք, երկու նախագահների մակարդակով խոսքս Պուտին-Ալիև հանդիպման մասին Աշխաբադում փորձեցին տաք հակադրության էջը փակել։ Գիտեք, այդ ինքնաթիռի հայտնի պատմությունը եղավ, հետո արդեն ձերբակալություններ թե Ռուսաստանում, թե ուրեմն Բաքվում ու ասել էր գրեթե զրոյական մակարդակի Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, բայց երկու նախագահները աշխատում էին
այդ հակադրության մեջ ուղղակի չներքաշվել։ Տեսեք, Աշխաբադում իրենք փորձեցին առնվազն կառավարելի դարձնել այդ հարաբերությունները, բայց եթե որևէ մեկ Աշխաբադից հետո սպասում էր, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների նախկինը կլինեն, այսինքն ստրատեգիական համագործակցության ծիր կվերադառնան, դա միամտություն էր առնվազն, որտեղ աշխարհակաղակական իրողություններ են փոխվել, Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց կարիքը զգում են, անպայման պետք է համագործակցեն, տարբեր պատճառ, էներգետիկ, լոգիստիկ եւ այլն, բայց իրենք չեն կարող վերադառնալ համագործակցության նախկին մակարդակ, այսինքն այդ ճգնաժամային խնդիրները, խնդիրները մնալու են իրենց հարաբերությունում։ Այլ խնդիրն է, որ Պուտինն ու Ալիևը բավականին հեռատես գործիչներ են, փորձառու, եւ նրանք հասկանում են, որ երկուստեք շահերից բխում է, որ այդ ճգնաժամը կառավարվի։ Տեսեք ինչից առաջացավ ճգնաժամը, 44 օրյա պատերազմն ու նրա հետևանքները տարածաշրջանում արմատապես ստատուս քվո փոխեցին։ Եթե նկատել եք, Ադրբեջանը միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաիմաստավորման չգնաց։ Նա ուղղակի մարտահրավեր նետեց եւ շատ սուր պոլեմիկայի մեջ էր Բայդենի վարչակազմի հետ։ Դա ադրբեջան-ամերիկյան հարաբերությունների փոխակերպման փուլն էր։ Չհիշեցնեմ, ինչպիսի ճգնաժամ անցան Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները, եւ վերջո այսօր այլին ընդհանուր շոր համակեցության կանոններ մշակված են։ Իրանի հետ հարաբերությունները նույնիսկ 1-2 լայթ տարբերակով փոխադարձ կսմիտներ են եղել նույնիսկ Անկարայի եւ Բաքվի հարաբերություններում, երբ որ Անկարայում փորձում էին իրենց մեծ դերակատարությունը 44 օրյա պատերազմում ֆիքսել, Բաքվից միշտ հակադարձում էին նրանց։ Ուզում եմ ասել, որ սա Ադրբեջանի կշիռի բարձրացման հետևանք է։ Սա իհարկե մեզ պիտի մտահոգի, բայց փաստը չենք կարող անտեսել։ Եվ վերաիմաստավորվում են նրա հարաբերությունները աշխարհակաղակական բոլոր կենտրոնների, այդ թվում Ռուսաստանի հետ, հետևաբար շուտ ճգնաժամի հաղթահարում Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները մի սպասեք։ Այլ բան, որ երկու լիդերների մակարդակով այդ ճգնաժամը, այսպես ասենք, կառավարվում։ Հայաստանը կարող է այդ ճգնաժամը ծառայեցնել շահ իրեն։ Ոչ, այս պահին, որտեղ նախ Հայաստանը սուբյեկտություն չունի, մեկ, այսինքն նման բան անելու համար պիտի ունենաս A սուբյեկտություն, B սեփական օրակարգ եւ ամենակարևորը չպիտի լինես աշխարհակաղակական որևէ կենտրոնի ֆորպոստ։ Իսկ այս պարագայում բոլոր նշանները կան պնդելու համար, որ մեր իշխանությունը իրեն ավելի շատ զգում է Եվրամիության ուլտրալիբերալ գլոբալիստական կենտրոնի ֆորպոստի կարգավիճակում։ Այս պարագայում ինչպես եք տեսնում հավանականություն, հնարավորություն միշտ կա, բայց ինչպես եք տեսնում հավանականություն, որ մենք կարող ենք օգտվել ռուս-ադրբեջանական ճգնաժամից։ Նույնիսկ դրանց պիկի ժամանակ ցավոք սրտի մենք չկարողացանք օգտվել։ Այո, եթե ունենայինք այլ աշխարհայացք եւ վարկագիծ ունեցող իշխանություն, առնվազն ինչ-որ դիվիդենդներ կարող էինք ակնկալել։ Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը հայտնել է, որ ժամանակն է, որ Մոսկվան տրամաբանական ավարտին հասցնի այն ներ-ռուսաստանյան նախագիծը, որը վերջերս սկսել են ուժայինները։ Անօրինական, մրգաբանջարեղենային, շուկայական, փողերի լվացման բիզնեսների նկատմամբ, որոնց հետևում կանգնած են ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումները։ Այս կոշտ հայտարարությունը որքանով է արտացոլում Կրեմլի տրամաբանությունը եւ սա ուժային բլոկի ձայնն է, թե համակարգային ուղերձ է կոնկրետ Բաքվին։ Գիտեք, իհարկե Ռուսաստանի իշխանության ներսում տարբեր ազդեցության խմբեր կան եւ պարտադիր չէ, որ բոլոր դիրքորոշումները մենք դիտարկենք որպես Կրեմլի դիրքորոշում, բայց իմ կարծիքով այս կարգի հայտարարությունները չեն կարող համաձայնեցված չլինել, որովհետև շատ զգայուն թեմայի են վերաբերվում, բայց դուք գիտեք նաև Այսինքն առաջիկայում կարող ենք սպասել ավելի Չէ, ես չեմ կանխատեսում նման զարգացում, ավելի շուտ սրանք, տեսեք, օրինակ Կալուգինը ռուսական ԱԳՆ-ի 4-րդ դեպարտամենտի տնօրենը մեկ շաբաթ առաջ ասել էր, որ թրիփ առանց ռուսների չի կարող կյանքի կոչվել, հիշում եք։ Երկաթուղու հանգամանքներ հատկապես շեշտել, որից անմիջապես հետո
Ալիևի ոչ պաշտոնական խոսնակ համարվող նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը ասաց, որ մեր երկաթուղին ադրբեջանական է, եւ դա միանշանակ ադրբեջանական դիրքորոշում է, ուղղակի առայժմ ոչ պաշտոնական խողովակով հնչեցված, այս հայտարարությունը այդ կարգի հայտարարություն, այսինքն Մոսկվայի եւ Բաքվի տրանսֆորմացվող հարաբերությունները շատ բարդ են եւ ձեր հիշատակած հայտարարությունը, Զուլֆուգարովի հայտարարությունը, այսինքն երկու կողմերն էլ ստեղծում են միմյանց վրա ազդելու գործիքներ, հա, այսպես ասեմ։ Իհարկե, այստեղ համաչափ չեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռեսուրսները, ակնհայտորեն համաչափ չեն եւ իմ կարծիքով այնուամենայնիվ ռուսերեն բարկա, պերեբոր, այնուամենայնիվ հաղթանակի այդ բանը, էյֆորիան Ալիևին շատ դեպքերում մի քիչ իրականությունից կտրում է ոտքերը։ Ես կարծում եմ, որ ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտից հետո կամ դադարից հետո Մոսկվան այդ փուլում որոշակիորեն կկոշտացնի իր հարաբերությունները թե Ադրբեջանի, նաև իցավ կամ դժբախտություններ, գուցե նաև Հայաստանի նկատմամբ։ Շատ կարճ Հայաստանի համար այս գործընթացը նկատի ունեմ Հայաստան, Ռուսաստան եւ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները եւ գործակցությունը, ինչ որ լսեցինք նախորդին Ռուսաստանից, Կրեմլից, Պուտինից մասնավորապես, որ ներուժ կա եւ տարանցման ճանապարհների ուղիների հարցով Հայաստանի համար սա կարող ենք համարել հնարավորություն, թե այնուամենայնիվ սա այս ամբողջը ռիսկ է։ Նախ Ադրբեջանում անցնող տարանցիկ ճանապարհը այդ տարանցման արգելքի վերացումը որևէ կապ օգոստոսի 8-ի հետ չունի, ոչ էլ տրիպի հետ որևէ կապ ունի։ Նկատի ունեմ այդ ճանապարհը դա հնարավորություն է մեզ համար, թե ռիսկ է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է դա։ Այո, Ռուսաստանից եկող բեռները շրջափակում չի, անշուշտ։ Այսինքն այն ձևով Իս ձևով փորձվում է մեր հասարակության արամցնել, դա չի, որովհետև իսկ ինչ է։ Ընդհանուր տարանցման արգելքի սահմանափակ վերացում։ Այն ինչ որ ադրբեջանցիք օգտագործում են այդ տերմինը կամ ռուսները, այսինքն տարանցման արգելքը զգալի չափով վերացվել է, ինչի շնորհիվ Ղազախստանից եւ Ռուսաստանից բանը ապրանքներ են գալիս Հայաստան։ Սա ինստիտուցիոնալ խաղաղության դրսևորում չի իհարկե։ Սա քաղաքական ժեստեր են, որոնց մեծ մասը տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի նախընտրական բոնուսներ տալու տրամաբանության մեջ։ Ընդհանրապես սկզբունքորեն ես դեմ չեմ հարևան երկրների հետ նաև տնտեսական հարաբերությունների հաստատմանը, բայց մենք պիտի հասկանանք այնուամենայնիվ, եթե հաստատված չէ ինստիտուցիոնալ խաղաղություն, ինչ գինա ունենալու այդ 22 վագոն բենզինը, ինչ գինա ունենալու այդ հացարտիկը, ինչ գինա ունենալու ռուսա, որովհետև ես վախենամ, որ եթե չկան ինստիտուցիոնալ խաղաղության նախադրյալներ եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղեկիցը շարունակում է մնալ ճգնաժամը, սրանք կարող են ճշմարտ գործիքներ նույնիսկ դառնալ Հայաստանի վրա։ Այլ խնդիր է Ադրբեջանը արդյոք կուզի արտահանման եւ ներկրման բալանս պահպանվել, այսինքն որ Հայաստանից էլ ինչ-որ ապրանքների դուրս գալու տրանզիտ թույլ տա, թե միայն միակողմանի կախվածությունը մեծացնող գործիքակազմակերպում, սա մեկ։ Եվ երկրորդը, ինչ գինա է վերջո Ադրբեջանը տնտեսական օգուտներ չի ենթադրող քաղաքական սիմվոլիզմի նմանվող նման քայլեր արտոնում։ Արդյոք խնդիրն այն չի, որ նա ավելի մեծ զիջման ակնկալիք ունի Հայաստանից։ Օրինակ այդ մեղրի երկաթգիծը տնօրինելու իմաստով, որտեղ ես ինսայդերական ինֆորմացիա ունեմ, որ ադրբեջանցիք առաջարկում են, որ մեղրու երկաթգիծը հենց իրենք էլ վերանորոգեն։ Ու նման քննարկում առնվազն 5-6 ամիս կա։ Ես շատ լուրջ դիվանագիտական աղբյուրներից ունեմ ինսայդերական ինֆորմացիա։ Ուրեմն այսպես պատասխանեմ ձեր հարցին։ Ես որևէ տնտեսական համագործակցության դեմ չեմ, բայց դա պիտի չի տեղի չունենա մեր արժանապատվության, միակողմանի զիջումների եւ մի կողմից թելադրվող օրակարգերի գնով։ Սա մեկ, երկրորդը այդ տրանզիտի արգելքի
վերահսկման քայլերը Ալիևը ամենևին էլ չի արել Թրամփի Թրիփի համաձայնությունների շրջանակներում։ Նայեք ժամանակացույցը, ես ես խորհուրդ կտամ կամ առաջարկում եմ, դա ուղիղ հաջորդեց Աշխաբադում տեղի ունեցած Պուտին-Ալիև հանդիպումներին, այսինքն Ռուսաստանը տարբեր պատճառներով իր լոգիստիկ ներկայությունը տարածաշրջանում ամրապնդելու իմպերատիվից ելնելով հավանաբար ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող հալոսքը օգտագործելով որոշեց որոշակի նախաձեռնություններով հանդես գալ։ Իհարկե սրանք շատ բարդ թեմաներ են, բավարար ինֆորմացիա չունենք, բայց ես էլի կրկնեմ, հաղորդման սկզբում իմ նշած պնդումը էլի պնդեմ, այդ որ Հայաստանի համար իդեալական կամ նույնիսկ լավագույն լուծում կլինի, եթե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մեր ռեգիոնին վերաբերելի հարցերում կան կոնսենսուսի։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Տեսություն։